Գյումրիում շարունակվում են արդեն 330 օր տևող բողոքի ցույցերը։ Նախօրեին ցուցարարները կրկին փակել են Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելի պողոտան։ Դրանք պահանջել են ազատ արձակել այն ակտիվիստներին, որոնք ձերբակալվել են վերջերս ընդունված եւ խստացված օրենքներից հետո։ Չնայած ճանապարհը բացելու ոստիկանության կոչերին, պողոտան տևական ժամանակ փակ է մնացել։ Միայն պաշտոնական տվյալներով վերջին 4 օրում ձերբակալվել է 100-ից ավելի մարդ։ Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ անցած շաբաթ իշխող վրացական երազանքը խորհրդարանում օրենսդրական փոփոխություն արեց ու էապես սահմանափակեց հավաքների ազատությունը։ Նոր կարգավորումներով ցույցի ժամանակ դիմակ գրելը կամ ճանապարհ փակելը, որի համար նախկինում նախատեսված էր վարչական տուգանք, այժմ պատժվում է մինչև 15 օր ազատազրկմամբ, իսկ կրկնվելու դեպքում մինչև 1 տարվա կալանքով։ Արդեն 11 ցուցարար կալանքի է դատապարտվել։ Նոր օրենքի դեմ քաղաքասարակությունը շարունակում է բողոքել այն անվանում ժողովրդավարական կարգերի ուղիղ խախտում։ Փողոցային ցույցերը ճնշելուն զուգահեռ Վրաստանի իշխող կուսակցությունն ընդունել է մեկ այլ, ավելի վիճահարույց օրենսդրական փաթեթ, որի նպատակն է արգելել որոշ ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը եւ նրանց հետ կապված անձանց ցմահ զրկել քաղաքական գործընթացներին մասնակցելու իրավունքից։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխանությունները կարող են դատարան դիմել մինչև 10 կուսակցության արգելքի պահանջով, նրանց մեղադրելով պետության դեմ դիվերսիայի ու նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ կապ ունենալու մեջ։ Նոր փոփոխությամբ այն անձինք, որոնք կհամարվեն արգելված կուսակցության հետ կապված անձիկ, կզրկվեն կուսակցություն ստեղծելու ընտրություններին մասնակցելու եւ ցանկացած պետական քաղաքական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։ Վրացի սահմանադրագետներն ու իրավաբանները նշում են, որ այս նախաձեռնությունը հակասահմանադրական է, ըստ նրանց ժողովրդավարական երկրում քաղաքական գործունեությունը այսպես չի կարելի սահմանափակել։ Գործող օրենսդրությամբ միայն կոնկրետ քրեական հանցագործությունների համար դատապարտված անձիկ են զրկվում պաշտոն զբաղեցնելու իրավունքից, այն էլ ժամանակավոր, ոչ թե ցմահ։ Աննա Թանդարյան, Open Media։